Շնորհավոր ենք մեր շատ սիրելի Ադրինեն եւ ողջունենք։ Շնորհավորում եմ։ Բարի լույս։ Շնորհակալ եմ թանկագին իմ հարազատ գործընկերներ, ես էլ փոխադարձ Սոնային, Սոնայի հարազատներին, Լիլիթին, Մայրիկին, բոլորին։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող, շնորհավորում եմ շատ ջերմագին մեծագույն շնորհավորանքներ բոլորիդ, սիրուն մայրիկներ, բարի տատիկներ, սիրուն հարսիկներ, քնքուշ աղջիկներ, բոլորիդ տոնը շնորհավորում եմ։ Իհարկե ուզում եմ առանձնահատուկ շնորհավորանքներ, մեծագույն շնորհավորանքներ ուղարկել նաև մեր հերոս տղաների մայրիկներին։ Սա շատ կարևոր է, նրանք արիաբար, նրանք քաջաբար կանգնեցին հայրենիքի կողքին եւ տվեցին իրենց զավակներին։ Շնորհավորում եմ ձեզ, առողջ եղեք եւ մշտապես մեր կողքին եղեք։ Ես ձեզ շատ սիրում եմ, մամ ջան, շնորհավոր, ցավը տանեմ։ Սիրելիներս, հիմա անցնենք առաջ եւ ներկայացնեմ օրվա տոնական բաղադրատոմսը։ Այսօր որոշել եմ մի քիչ այսպես կանացի խոհանոց լինի, թող քաղցր խոհանոց լինի, որպեսզի մենք էլ մեր քաղցրությամբ մեր տղամարդկանց կյանքը դարձնենք մի փոքր սիրուն։ Եվ այսօր ես պատրաստելու եմ նրբաբլիթներ, ամենահասարակ նրբաբլիթի թերթիկները, որոնք մենք մշտապես տոն օրերին պատրաստում ենք, չնայած հիմա այնքան այսպես առօրյայում էլ հաճախ ենք նրբաբլիթներ պատրաստում, բայց այսօր առանձնահատուկ մոտեցում կունենանք։ Եվ ես պատրաստելու եմ ամենաքաղցր տարբերակով։ Ժողովուրդ ջան, նրբաբլիթ որ ասում եմ, իմացեք բլինչիկի թերթիկներ։ Այսպես եւ այն իհարկե միջուկ պետք է պատրաստենք, քաղցր միջուկ, ինչի համար մեզ պետք կլինի մի քանի բաղադրիչներ։ Հիմա սկսեմ հերթականությամբ ներկայացնել նրբաբլիթի ուրեմն բաղադրիչները, հետո կանցնենք միջուկի պահով։ Ահա, մեզ պետք է լինելու կաթ, մեզ պետք է լինելու մի փոքր գոլ ջուր, մեզ պետք է լինելու սոդա, մի քիչ շաքարավազ, հավկիթ եւ բնականաբար ալյուր ենք օգտագործելու, բերեմ ալյուրս։ Ահա, ալյուր ունենք եւ իհարկե ասեմ, որ միջուկն էլ քաղցր միջուկ եմ որոշել պատրաստել, մեզ պետք է լինելու կաթնաշոր, մեզ պետք է լինելու ահա թթվասեր, մի քիչ այստեղ թիթիզություններ ենք անելու, ազնվամորու մուրաբա ենք ուրեմն խառնելու մեր քաղցրի հետ, այնպես որ մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք հերթականությունը։ Հենց հիմա սկսենք խմորի պատրաստումը։ Ահա, վերցնենք մեր համապատասխան ամանը եւ սկսենք աշխատել։ Ինչ է մեզ պետք դրա համար։ Ես հագնեմ երևի թե գոգնոցը իմ, ներողություն։ Ահա։ Խորը տեղերում եմ պահում իմ զենքը։ Ահա, և սկսենք աշխատել։ Սիրելիներ, չափաբաժին այդպես յուրահատուկ չափաբաժին չեմ ասի, այսինքն ինչ որ կա ձեռքի տակ դրանով կաշխատենք, ես մոտավորապես դուք բոլորդ էլ պատրաստում եք, ձեր չափաբաժինները գիտեք, վստահ եմ, ես այսօր պատրաստելու եմ 2 հավկիթով, ահա 2 հավկիթ կոտրենք, այստեղ մի պտղունց աղ կավելացնենք, ահա, այսպեսի մի պտղունց աղ, սիրելիներս ես կհարեմ հավկիթը, հիմա դադար կունենանք, բայց շարունակությունը էլի միասին կանենք, մնացեք մեզ հետ, քիչ հետո էլի միասին կշարունակենք։ Բարի առավոտ մեր թանկագին, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, ընդհանրապես բոլորին, բայց մեր մայրիկներին ու հարազատներին ամենամեծագույն շնորհավորանքները եւ ողջույնները։ Սիրելիներս, այսօր նրբաբլիթ ենք պատրաստում, ինչպես ասացի, թերթիկները նրբաբլիթի եւ արդեն ես այստեղ ունեմ 2 հավկիթ կոտրած, մի փոքր աղ եւ շաքարավազ եմ ավելացնելու։ Շնորհավոր իմ հրաշք Ադրինե քո տոնը։ Շնորհակալ եմ թանկագին։ Քանի որ դու մեր տառավարում հենց խորհրդանշում ես
մայրությունը, որովհետև քո այս հոգատարությունը ամբողջ թիմի համար, ճիշտ էկրաններից դա երևում է միայն մեր երկուսի համար, բայց այդ հոգատարությունը ամբողջ թիմի համար է։ Ես ուզում եմ քեզ էլի ամբողջ թիմի կողմից եւ Lily's Flowers-ի կողմից նվիրել այս գեղեցիկ ծաղկեփունջը։ Շնորհակալություն, որ դու կաս մեր եթերում, մեր կյանքում եւ այդ 2 ժամը առավոտյան դու փոխարինում ես այն մայրական հոգատարությունը, որը մենք զգում ենք մեր մայրերից։ Այս դեպքում այս 2 ժամ այդ հոգատարությունը քո կողմից է։ Եվ ուզում եմ քեզ նվիրել նաև այս արև բացիկը, սա իհարկե Պեպելյանի, Քրիստինե Պեպելյանի խոսքերով են երգի։ Քո սիրո համար իմ մայրիկ, բարի, ողջ աստղերը քիչ են էլի։ Սա ընդունիր քո երեխաների կողմից, քո տղաների կողմից։ Անչափ զգացված եմ Սուրեն։ Եվ իհարկե մի ժպիտ էլ լինի։ Թանկագինս, շնորհակալ եմ։ Մենք քեզ շատ ենք սիրում եւ շատ ուրախ ենք, որ այս հոգատարությունը ոչ միայն քո ընտանիքում ես տալիս, նաև մեզ այստեղ բոլորիս։ Մերսի, այսքանից հետո ոնց աշխատեմ, ժողովուրդ ջան, սես բան կլինի։ Մերսի, թանկագինս, ես էլ քո մայրիկի գլխավորությամբ Լիլիթի, մեր անձնակազմի բոլոր մեր հարազատների, ծնողների, կանանց, աղջիկների բոլորի տոնը ուզում եմ շնորհավորել, բոլորդ շատ թանկ եք մեզ համար եւ շատ կարեւոր։ Ու այսպիսի լիքը սիրուն բաներ ստանաք այսօր եւ ամբողջ տարվա ընթացքում ոչ միայն այսօր։ Այո։ Շատ շնորհակալ եմ, սիրելիս, այո, ես շարունակեմ իմ գործը, որպեսզի էսենց եթե շարունակվի, մենք այսօր չենք աշխատել։ Այո։ Այստեղ ես, այո, ավելացրել եմ 2 հավկիթ եւ հիմա կավելացնենք։ Մի քիչ կհարենք եւ կավելացնենք։ Կարող եմ քեզ խնդրել 1 գդալ շաքարավազ ավելացնես այստեղ։ 1 գդալ շաքարավազ, սիրելիներս, կավելացնենք։ Շնորհակալ եմ։ Այսօր այդ օրն է, որ տղամարդիկ պետք է խոհանոցում օգնեն։ Միանշանակ Ադրինե ջան, բայց յուրախություն բոլոր տղամարդկանց, այսօր ավարտվում է արդեն 1 ամսյակը եւ գալիս է տղամարդկանց 11 ամսյակը։ Չնայած ինչպես ասում է Ջեյմս Բրաունը, սա տղամարդկանց աշխարհ է, բայց այն ոչինչ է առանց կնոջ, այնպես որ այո, շատ կարեւոր է, որպեսզի այդ ներդաշնակությունը լինի աշխարհում եւ հենց այդ դեպքում միայն հաստատ չեն լինի պատերազմները։ Հուսանք, որ հենց մայրական այն մեծ սերը, որ կա ամբողջ աշխարհում, դա կստիպի, որպեսզի մեծ ձյաձաները սթափվեն եւ վերջ տան այդ ամենին, որովհետեւ դրանից միայն ու միայն մոր սիրտն է ավելի ու ավելի ցավում, այնպես որ չցավացնենք մեր մայրերի սրտերը եւ փորձենք տալ խաղաղություն նաեւ մեր յուրաքանչյուր քայլով։ Ճիշտ ես, ես կարծում եմ կանայք պայքարում են, որ այսպիսի չարություններ ու այդ բաներ չլի, այդ մեծ ձյաձաները շատ գումարների հետևից չընկնեն ու տենց մեծ բաներ չանեն, բայց ոնց որ թե դեռ այդ, չգիտեմ, ազդեցությունը չեն ունենում, կամ թե, չգիտեմ, ինչի հետ է կապված, ամեն դեպքում ինձ թվում է յուրաքանչյուր այս մեծ բաների մեջ գումարի արկայությունն է շատ կարևոր դարձել այսօրվա արժեքները կարծես թե դրա մեջ են, ցավոք սրտի, դրա համար էլ այսպիսի շատ մասշտաբային վատ բաներ Բայց չխոսենք այդ բաներից, այսօր այդ օրը չէ։ Գեղեցիկ տոն է, տրամադրություն պիտի լինի գեղեցիկ, ինչ ենք անում։ Ուրեմն այստեղ խաղացինք նաև մեկ ճաշի գդալ շաքարավազ եւ հիմա պետք է կաթը խառնենք սոդայի հետ, այստեղ ես օգտագործելու եմ 1 գավաթ, այսինքն 1 այսպիսի բաժակով մոտավորապես սա լինում է 250 գրամ, ուրեմն կաթ Այսպես կաթ ենք օգտագործում անպայման էլոլայից, որովհետև սյունած լեռների համն ու հոտը եւ տրամադրությունը կա, բնականությունը։ Այստեղ մի պտղունց էլի սոդա ենք ավելացնում։ Այսպես Ահա, խառնում ենք եւ իհարկե ավելացնում ենք ալյուրը։ Եվ ասեմ, այսօրվա նրբաբլիթները մենք պատրաստելու ենք կակաոյի փոշիով։ Ուզում եմ այսպես շոկոլադե ստացվի այն, որպեսզի լինի շատ ավելի տոնա։ Ինչպես ասում են, սոնայի աչքը լույս։ Այո։ Բաղցերներ, շոկոլադներ։ Անպայման։ Այսօր մեր տոնն է, այսօր սոնայի տոնն է, Ադրինե ջան, խնդիր չկա, վաղը կպատրաստես քյուֆտար։ Այո, վաղն էլ տղամարդկանց համար։ Այո, աչկալուսենքի տոն կանենք վաղը, որ տղամարդիկ ազատվեցիք դուք այլևս նվերներ գնելու։ Այդպես չի, որովհետև յուրաքանչյուր տղամարդու համար մեծ հաճույք է գեղեցիկ սերին յուրաքանչյուրով ժպիտ տալ եւ ծաղիկներ տալ։ Դա շատ կարեւոր է։ Անշուշտ։ Ես հիմա ավելացնում եմ ալյուրը, սիրելիներս աչքաչափով եմ ավելացնելու, այստեղ հատուկ չափաբաժին չունեմ։ Մենք գիտենք նրբաբլիթի խմորը ընդհանրապես պետք է այսպես ջրալի լինի, ոչ շատ պինդ խմոր, բնականաբար, այնպես որ ասած բլինչիկի լիստերն ենք պատրաստում։ Այո, շատ ժողովրդական լեզվով ասած։
ենք ասում նրբաբլիթի լիստեր, բլինչիկի լիստեր։ Նոր տարի չի դեմը, որպեսի բլինչիկները պարտադիր լինեն, բայց էլի տոնին համահունչ քաղցր բլինչիկներ կլինեն։ Անպայման։ Ես նշեմ, որ սիրելիս, եթե մի փոքր զգում եք ալյուրը շատ եղավ եւ այսպես պինդ խմոր է, կարող եք գոլջուր ավելացնել, ահա ես էլ ունեմ գոլջուր, անհրաժեշտության դեպքում կավելացնեմ գոլջուր։ Եվ այստեղ իհարկե կխառնեք, կարծում եմ ինձ համար արդեն տեսանելի է, որ լավ է այս հյութեղությունը եւ այստեղ ավելացնում եմ կակաոյի փոշի, այո։ Այսպես։ Ու կսկսենք թխելու process-ը բնականաբար պարզ է, ընթացքում եթե հարմար լինի կմիանանք խոհանոց։ Մենք հիմա կունենանք փոքրիկ դադար, հետո կողջունենք մեր այսօրվա առաջին հյուրերին եւ հետո արդեն մի փոքր կվերադառնանք խոհանոց հասկանալու համար ինչ փուլում ես դու պատրաստելուն։ Այս պայն կարճ դադար մնացեք մեզ հետ, հետո վերադառնում ենք տաղավար։ Ադրիան չգիտեմ ինչ փուլում է, բայց ես եկել եմ խանգարեմ նրա, դա սոված է։ Ողջույն սիրելիներս, եւս մեկ անգամ մենք այստեղ շատ համեղ քաղցրի տարբերակ ենք պատրաստում, ինչու ոչ կարելի է համարել նաեւ նախաճաշի տարբերակ։ Ամբողջությամբ։ Այո, եւ ես ասեմ, որ պատրաստեցի նրբաբլիթի թերթիկներ, այն պատրաստեցի շոկոլադե խառնուրդով, այսինքն թերթիկներին կակաո խառնեցի եւ հասկացա վերջում, որ մի փոքր էլ կարելի է սովորական տարբերակը սարքել, նորից խմոր եմ պատրաստել ժողովրդյան այս ընթացքում հասցրել եմ թերթիկներ պատրաստել։ Ամեն ինչ հասցրել։ Այո, հասցրեցինք ամեն բան եւ հիմա հերթականությամբ սկսենք աշխատել։ Իսկ ինչ ենք անելու, սիրելիներս, ինչպես ասացի, միջուկ պետք է պատրաստենք։ Միջուկի համար մեզ պետք է կատնաշոր, այստեղ պետք է թթվասեր ավելացնել։ Դեպ եւ կատնաշորը եւ թթվասերը էլո ապրանքանիշն են, որը յուրաքանչյուր առավոտ կտա ձեզ նախաճաշի այդ սպիտակուցներում մի ամբողջ պաշար, որ հաստատ ձեզ պետք է, այնպես որ հարցրեք բոլոր խանութներում, հատկապես իհարկե մեր ամերիկաբնակ հայրենակիցները կարող են հենց այս Սյունյաց լեռների համնհոտը զգալ արդեն Լոս Անջելեսում, այնտեղ պետք է հարցնել, հայկական խանութներում, սա շատ կարեւոր է։ Ապրես, քանի որ նշեցիր մեր հայրենակիցների մասին, ես ուզում եմ նաեւ Սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցների կանանց շնորհավորել, մայրիկներին, հարազատներին, որովհետև բոլորս էլ ունենք այդտեղ շատ հարազատներ, բոլորին շնորհավորում ենք եւ լավ տոնական օր ենք մաղթում։ Եվ շնորհավորանքները ընդունեք ոչ միայն մեր կողմից, նաեւ մեր գործընկերների կողմից, ինչպես նկատեցիք, այսօր Ջևանի գինու գործարանը բոլոր գեղեցիկ սերի ներկայացուցիչների նվիրում էր բրիզ վարդագույն փրփրուն գինին, որը համոզված են, որ կզարդարի յուրաքանչյուր տոն։ Ուզում եմ առանձնահատուկ նշել նաեւ պահածոների լայն տեսականին, Ես հենց որոնք հիմա շատ համեղ են, այո, օգտագործում եմ։ եւ հիմա մեր Ադրինեն այնտեղ ավելացնում է այս ազնվամորու պահածոն, շատ բույրը արդեն իսկ հիանալի, այնպես որ այս լայն տեսականին յուրաքանչյուր խանութներում կա եւ կզարդարի ձեր օրվա ճաշացանկի մի մասը։ Եվ ինչպես գիտենք, մենք յուրաքանչյուր անգամ այստեղ նշում ենք, որ շատ կարեւոր է առաջին օգնությունը խոհանոցում եւ շատ կարեւոր է, որպեսզի ձեռքի տակ լինեն հենց այն պարագաները, որոնք չեն խանգարի, այլ հակառակը քեզ կօգնեն։ Մեր գործընկեր Տրամոնտինա բրազիլական բրենդը նույնպես շնորհավորում է մայրության ու գեղեցկության տոնի արդիվ բոլոր մայրերին ու գեղեցիկներին եւ առաջարկում իր անմիջական օգնությունը խոհանոցում։ Այս բոլոր պարագաները հատուկ ծածկույթ ունեն, որ իրենց վրա չեն վերցնում թունավոր բակտերիաները եւ հատկապես հասանելի են ոչ միայն սիրողական խոհանոցի համար տանը, նաեւ իհարկե պրոֆեսիոնալ ռեստորանային ոլորտում։ Շատ ճիշտ ես, ժողովուրդ ջան, բլինչիկ պատրաստելու համար նրբաբլիթի թերթիկ պատը պետք է ունենա լավ թավա, բոլոր մայրիկները գիտեն, եթե թավան լավը չի լինում, այդ նրբաբլիթը չի ստացվում։ Ուղղակի հիացած եմ, տեսեք ինչ մաքրություն է տիրում թավայում, չհաշված կողքերից, դրանք մի հատ բան կարամ փորձեմ, միշտ ուզել եմ, մի հատ կդնես այստեղ Միշտ մտածում եմ ոնց են անում։ Հոպ տրարի։ Երեք չէ, բայց հոպ տնարի։ Չէ, գամարի մի հատ եմ փորձի։ Այս մեկը հետո կփաթաթես ես կուտեմ։ Ահա։ Չիլնում մի հոպ պետք է երևի շատ։ Յատել, ոնց է երաշտությունը չկա, երևի դրանից է։ Հոպ տնանի, նա։ Բայց ինչ-որ բան ստացվեց, այո։ Տես ձեր բլինչիկները պարում են, այո։ Հոպ մի հատ էլ, հոպ, չէ, երաշտությունը ծափը, երեք չար։ Հոպ տնանի, նա։ Սուրը խայտարակ եղանք։
Ես արեցի դա։ Կներեք, այսօր տոնա ուղղակի։ Հա, բայց ես միշտ մտածել եմ ոնց է ստացվում իրենց մոտ դա։ Այս ամեն ինչը գիտեք ինչի մասին է, որ թավան շատ լավն է։ Ահա, անցանք առաջ։ Թեթևությունը տալիս է այդ հնարավորությունը։ Այս փաթաթի ես ուտեմ։ Ու չասեն ու։ Դե կարող ես, այո, փաթաթես։ Եվ հիմա անցնենք առաջ, պատրաստենք մեր նրբաբլիթները, մեր այսօրվա քաղցրը պատրաստենք։ Սիրելիներս, ինչպես հիշում եք, այս մյուս բլիթները պատրաստեցին կակաոյի փոշիով, եւ ես հիմա այսպիսի հետաքրքիր բան եմ։ Ես իհարկե սա ինքնաբուխ որոշում չի, սա ես հոլովակի մեջ եմ տեսել, այսպես Instagram-յան այն գեղեցիկ հոլովակները, որ պարբերաբար նայում եմ, այ դրա միջից եմ եղել, այնպես որ այսպես հետաքրքիր տորտ ենք հավաքելու, տորտի տարբերակ, ուրեմն մեկը մյուսի վրա շարելով, բայց ոչ ամբողջությամբ, կես-կես հատվածներով, այսպես տրորում ենք մեր այս միջուկը ասեմ, որ կարող եք յուրաքանչյուրը ձեր ճաշակով, կարող եք խտացրած կաթով պատրաստել, կարող եք եփված կրեմ պատրաստել, այնուհետև տրորել, կարող եք, չգիտեմ, մրգային ինչ-որ տարբերակներ մտածել, այսպես հիմա։ Սա ինչ է, օգնում որ շատ արագ հավաքվի։ Սա շատ հետաքրքիր բան է ստացվելու, ծաղկի տեսակ է ստացվելու, այսպես ասած, խմորով ծաղիկ ենք հավաքելու, վարդի Վարդեր բերեմ, պարտեզից պաղջուր բերեմ, աղբյուրից ջան։ Ես մի հատ այսպես անեմ, որ ավելի հեշտ լինի այն փաթաթել։ Այսպիսի տեսք ենք հաղորդելու մեր գեղեցիկ բլիթներին եւ այսպես ռոլի տարբերակով այսպես փաթաթելու ենք, պտտում ենք, այո, եւ ստանում ենք արդեն վարդի տեսք ու այսպես ահա տեսեք ինչպիսի տեսք ստացավ մեր։ Ես մի ափսե վերցնեմ, որի վրա կհավաքենք այն, այսպես, ահա տեղադրեմ եւ հիմա այսպես հերթականությամբ ինչու որոշեցի նաեւ սպիտակ տարբերակը պատրաստել, որ գունային խաղ ստացվի։ Ամեն ինչի մասին մտածում այո, որպեսզի համ տոնական լինի, համ ախորժաբեր լինի, ինչու եւ նշենք, որ որքան օգտակար սա նախաճաշի տարբերակ է, էլ ասելու չէ։ Այո, հիշեցնենք, որ այստեղ օգտագործված է այն ամենը, ինչը կա խոհանոցում հաստատ յուրաքանչյուրի մոտ եւ պարզապես շատ արագ պատրաստեք եւ համեղ նախաճաշը արդեն պատրաստ կլինի ընտանիքի բոլոր անդամների համար։ Եվ հիմա հաջորդ տարբերակը, ուրեմն շարունակությունը ինչ ենք անում, եւ ներսի հատվածում, եւ դրսի հատվածում տրորում ենք էլի միջուկը եւ այսպես սկսում ենք հավաքել ծաղիկը։ Որոշել է շատ մեծ ծաղիկ հավաքել։ Այո, մեծ ծաղիկ է լինելու, շատ հետաքրքիր եւ գեղեցիկ։ Շատ անուշիկ մի բան է ստացվելու։ Ինչը խորհուրդ եմ տալիս, մանավանդ երիտասարդ մայրիկները, հարսիկները, ես կարծում եմ, մեծ սիրով կպատրաստեն ու կվայելեն այսօր իրենց մայրիկների հետ, իրենց ընտանիքի անդամների հետ, ինձ թվում է շատ այսպես լավ տարբերակ է։ Վաու, ու այսպես շարունակ այսպես թերթիկ հավաքվել է։ Այսինքն մենք արդեն ավարտին կարող ենք տեսնել ամբողջությամբ մեր ծաղիկը, այո, այն գեղեցիկ շաքարի փոշիով վերջում կզարդարենք։ Սիրելիներս, յուրաքանչյուր այ կիսատ հատվածի վրա ավելացնում եք հաջորդը, որպեսզի ամբողջական տեսքը ստանանք։ Դեռ վերջում այսպես կձևավորենք, թերթիկները կբացենք, շատ սիրուն եւ հետաքրքիր բան կստացվի։ Եվս մեկ շոկոլադե թերթիկ ուրեմն կփաթաթեմ ու այսպես կգնանք առաջ տեսնենք ինչ է ստացվում։ Եթե արդեն ընթացքում այս process-ն է միայն ու միայն, մենք կարող ենք ունենալ կարճ դադար, դիմավորել մեր հյուրին, զրուցել, որից հետո վերադառնալ ու արդեն տեսնել թե ինչ է պատրաստում։ Հոպնանինայ, կարճ դադար մեր եթերում։ Սիրելի մայրիկներ, սիրելի գեղեցիկներ, Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ, ցանկանում եմ լինեք առողջ եւ շատ երջանիկ։ Ես ձեզ շատ եմ սիրում, դա իմացեք հաստատ։ Ես ամենը պատրաստել եմ հենց ձեզ համար։ Հուսով եմ, որ դուք էլ այսօր այսպիսի գեղեցկություններ եւ համեղություններ կպատրաստեք եւ կվայելեք։ Ձեզ լավ օր եմ մաղթում, ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք։